Հարգելի կառավարություն, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, 2 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն հրապարակեց, ըստ որի Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է կաշառակերության մեջ, որին հաջորդեց բնականաբար իրավական գործընթացներն ու գործողությունները, բայց դրան զուգահեռ նաև չեն դադարում մինչ այս պահը մեր ընդդիմադիր գործընկերների, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից այն շահարկումները, որ այս ամեն ինչը քաղաքական պատվեր է եւ նույնիսկ փորձում են ինչ-որ կապ գտնել նախորդ քառօրյայի ընթացքում ձեր հնչեցրած որոշ մտքերի եւ Վարդան Ղուկասյանի կալանավորման ժամանակաշրջանի հետ։ Բնականաբար մենք մեր հարցազրույցներում եւ ելույթներում վստահեցնում ենք, որ այս կատարվողը բացառապես իրավական գործընթաց է եւ ոչ մի քաղաքական տարր այստեղ փնտրել պետք չէ, բայց այնուամենայնիվ ես կխնդրեմ այս հարցի շուրջ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Պալյան։ Ափսոս ֆորմատով նախատեսված չի, որ կառավարությունը կամ վարչապետը կարող է պատգամավորի հարցին պատասխանել, ասենք օրինակ YouTube-ի լինքով։ Այսինքն ես հիմա ասում են Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Իմ մտքերի Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի եւ գործողությունների պատճառով։ Իմ միտքը ինչ կապ ունի այդտեղ։ Իմ միտքը կարա օգտագործվի իմ դեմ։ Իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ որ մեկի դեմ։ Այսինքն բանեմ, ես մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ, հիմա էլ բանա կարողա տենց բան վարկած առաջանա, որ ես բանից այս ամբիոնից բան եմ անում, հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան բան անեն, կաշառք վերցնեն, ինչ մեկնաբանում, այսինքն հիմա YouTube-ի լինք կարամ տամ, ուրիշ բան չեմ կարող անեմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ, բնականաբար մեկնաբանության շատ խորը կարիք չկար, բայց այնուամենայնիվ նորից եմ նշում, քանի որ կային այս շահարկումները, ես ցանկացա, որ եւս մեկ անգամ դուք այս ամբիոնից նշեք, որ այս կատարվողը բացառապես իրավական process է եւ այո, այն մարդիկ, ովքեր կզբաղվեն նմանատիպ արատավոր վարքերով եւ բարքերով, պիտի հայտնվեն համապատասխան վայրերում։ Շնորհակալ եմ։ Դե այնտեղ որտեղ YouTube-ի լինքը չկա, այնտեղ շահարկում լինելու է։ Ես առաջարկում եմ, որ այնտեղ որտեղ շահարկում կա, YouTube-ի լինքը դնել։ Ընդամենը դա հիմա էլ է բանա, իսկ վարկած կա, որ դա, չգիտեմ, արհեստական ինտելեկտով, ոնց կա, էդ էլ կա։ Համեն դեպս գիտեք, ես ընդհանրապես այդտեղ մեկնաբանելու բան չեմ բանանում, տեսնում, որովհետև կարծեմ նախորդ անգամ հարց ու պատասխաններից մեկին ընդդիմության հետ, որ ասում էին բան մամուլում էսա գրվում, մամուլում, ես ասում եմ, որ մամուլի հայտարարություններով լիներ, քաղաքական հայտարարություններով լիներ, հիմա ձեր լիդերներից շատերին շատ բան էին արել։ Այսինքն հիմա էլ եմ ասում, YouTube-ի լինք բոլոր հարցերի պատասխանը։ Շնորհակալություն։